Հանրապետության հրապարակում ոստիկաններն այսօր սովորականից շատ ավելի են։ Նրանք թեև ըստամենայնի տեղյակ են, որ Գյումրիի, Վանաձորի եւ Տավուշի վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդներին իրենց աշխատակիցները թույլ չեն տալիս հասնել Երևան, անցկացնելու հերթական բողոք ավտոերթը, սակայն կազմ պատրաստ սպասում էին։ Կառավարության շենքի դիմաց վարորդներին էին սպասում նաեւ Ժառանգություն խմբակցության պատգամավորներից Ռաֆի Հովհաննիսյանը եւ Անահիտ Բախշյանը, ինչպես նաեւ կուսակցության այլ անդամներ։ Նրանց մյուս գործընկերները Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը վարորդների հետ Գյումրիում եւ Վանաձորում են։ Ավելի բորբոքում են, ավելի թեժացնում են կրակը, ավելի մարդկանց լարում են իրենց դեմ, ժողովրդին համոզում են, հրահրում են, ասում են մինչև մեզ չքշեք, մենք ձեզանից ձեռ չենք քաշելու, ձեր կաշին քերթելու ենք մինչև վերջ։ Կուսակցության նախագահ Ռաֆի Հովհաննիսյանի խոսքերով իշխանությունների նման շարունակական քայլերի դեպքում հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը Հայաստանում նույնպես հնարավոր է սոցիալական բունտ։ Եթե իշխանությունը ականջալուր չնի սեփական ժողովրդին, զարգերագի մոտ լինելով ինքն իրեն չպարեփոխի, քայլ չգադարի դեպի ազգային համաձայնություն եւ այս հարցերի լուծման ես կարծում եմ, որ ինքնըստինքյան գնալու ենք շատ արդահերթ լուծումների, որոնք ցավալի է լինելու երկրի համար։ Նելի Լազարյան, Արամ Մնացականյան, IPV